Ես ուզում եմ, որ դուք միշտ լավ լինեք, հայ ժողովուրդը լավ լինի, ուրախ լինի, անվտանգ լինի, ապահով լինի, կայուն լինի, խաղաղ սահմաններով, երկրի ներսում լինի խաղաղություն, բայց այսօր, երբ որ Տիգրանաշենի մոտով անցնում էինք, այդ տեսարանը եկավ աչքիս առաջ, ինչ ա լինելու, որ Տիգրանաշենը հանձնեն, իսկ դրա անոնսը, այս իշխանությունները արդեն արել են։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ի տարբերություն 2021 թվականի, որ վերընտրվելու դեպքում, վերընտրվելուց հետո ինքը տարածքներ ունի հանձնելու Ադրբեջանին։ Այսինքն Տիգրանաշենը Ադրբեջանի վերահսկողության տակ է լինելու։ Դուք Երևան գնալու գալու եք ադրբեջանցիների աչքի խոշորացույցի տակ, դուք պատրաստ եք դրան։ Ու դրա լավագույն պատասխանը լինելու է հունիսի 7-ին։ Այո, այն բոլոր արհավիրքները, որ մենք նկարագրել ենք, մեր ընտրողների համար 21 թվականին հետպատերազմյան շոկի այդ պայմաններում գուցե չափազանցություն էր թվում ու չէին հավատում։ Հիմա ցավով ենք արձանագրում, որ բոլոր այդ կանխատեսումները ցավոք սրտի կյանքի են կոչվել։ Այդ սխալը նորից ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը չկրկնի։ Դրա համար ձեզ անընդհատ շարունակաբար այն հիմնական առանցքային վտանգներն ենք փորձում ներկայացնել այս հանդիպումների ժամանակ, որոնք որ սպասվում է մեր ժողովրդին, որը որ սպասվում է մեր ժողովրդին այս իշխանությունների երրորդ անգամ անընդմեջ ընտրվելու դեպքում։ Մի քանի ծրագրային կետերից եմ ուզում մեր խոսել, քանի որ այս հիմնական թեմաները խոսելու ընթացքում մի տեսակ ստվերվում են դրանք։ Տեսեք, այս իշխանությունները ինչ են տարիներ շարունակ փորձում ժողովրդին համոզել, ցույց տալ, 2018 թվականի իրենց իբր սիրո թավշյա հեղափոխությունը երբ որ սկսեց, որ իրենք հայ մարդու հետ շատ մոտ են, մտերիմ են, ջերմ են, որ իրանք մարդասեր են, պուպուշ են, սրտիկներ են անում, պաչիկներ են անում, չգիտեմ ինչեր են անում, դուք հավատում եք դրանց անկեղծությանը։ Ես մի օրինակ եմ ուզում բերել։ Դուք գիտեք, որ վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում համաներում կիրառվել է 2018 թվականին։ Մարդասիրության լավագույն դրսևորումը դա համաներումն է, որը որ պետությունը իրականացնում է։ Հիմա ինչի համաներում չեն անում, եթե իսկապես սիրում են ժողովրդին։ Դուք գիտեք այսօր քրեակատարողական հիմնարկներում ինչ է կատարվում։ Մարդը ուղղակի առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, վթարի պատճառ չի հանդիսացել, տաքսի է վարել, իր օրվա ապրուստի հացն է վաստակել, բայց չի ունեցել, զրկված է եղել վարորդական իրավունքից։ Այդ մարդկանց բանտերն են գցում։ Իհարկե կարճաժամկետ է պատիժը, 2 ամիս, 3 ամիս, բայց ինչ տարբերություն։ Կամ նախաքննական մարմիններում հանցավորությունը հելել իրենց ուտում է, խայտառակ պատկեր է, գոնե Երևանի մասով կարող եմ վստահեցնել, ով իրեն ոնց ուզում պահում է, ով ինձ զենք ասես չի կիրառում, այո, ամեն մի, չգիտեմ, բակում, դպրոցի բակում, տարբեր թփերի ու ծառերի տակ կարելի է գտնել թմրանյութի փոքր պակետներ, դրանցով չեն զբաղվում, այդ գործերով չեն զբաղվում, բայց նախաքննական մարմինները այս գործերով ծանրաբեռնվում են, չեք ուզում բեռնաթափեք։ Դուք պետություն եք, դուք պարտավորություն ունեք, դուք ֆունկցիա ունեք, ճիշտ արդյունավետ գործելու, համաներում ինչի չեք կիրառում։ Մեր ծրագրային դրույթներից է հստակ, որ պետք է կիրառվի քրեական և վարչական համաներում։ Սա կթեթևացնի քրեակատարողական հիմնարկների վիճակը, սա կթեթևացնի նախաքննական մարմինների վիճակը, պրոբացիայի գործունեությունը կթեթևացնի։ Ու առհասարակ սա լավագույն մարդասիրության դրսևորումն է, որը որ պետությունը պարտավոր է կիրառել իր քաղաքացու նկատմամբ։ Հաջորդը իշխանը խոսեց գյուղատնտեսության մասին, ես մի քիչ ավելի լայն եմ ուզում անդրադառնալ հարցին,
Երեք ուրեմն մի տեսանյութ էի նայում եւ մի այսպիսի քարոզչական նյութ են պատրաստել։ Տեսանյութը հետեւյալի մասին է, պարոն նախագահ, որ ընդդիմադիրները, քաղաքական հիմնական լիդերները, այդ թվում դուք պարոն նախագահ, կաշառել են ռուսներին, որ մեր գյուղացիների մթերքը թույլ չտան մուտք գործի Ռուսաստանի Դաշնություն։ Պատկերացնում եք։ Ընդդիմադիրները կաշառել են ռուսներին, որ մեր ֆուրերը չմտնեն Ռուսաստանի Դաշնություն։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ում եք հիմարի տեղ դրել։ Դուք իսկապես կարծում եք, որ մեր ժողովուրդը այդքան նայվ է, որ այդ ապուշություններին հավատա։ Լավ, պատկերացնենք իրավիճակ, որ ընդդիմադիրները կաշառել են Ռուսաստանին, որ մեր գյուղացու բերքը մնա փչանա Հայաստանում ու ինչ-որ տրամադրություններ այսպես գեներացվեն հակաիշխանական։ Բա որ ընդդիմություն այդքան բան է կարում անել։ Բա դուք մեխի գլուխ եք։ Եթե ընդդիմությունը կարողանում է այդքան բան անի, բա դուք ով եք։ Դուք ով եք առհասարակ։ Իշխանություն եք, թե իշխանություն չեք։ Կամ այն օրը հայտարարում ասում է, ես ԵԱՏՄ-ում եղանակ ստեղծող երկրի ղեկավար եմ, լուրջ։ Այդ ինչ եղանակ է ստեղծել։ Այնց եղանակ է ստեղծել, որ այսօր Մեյմանդարի շուկայում հայտնի ֆուրերը կանգնած մարդիկ ջրի գնով իրենց մթերքը իրացնում են, որովհետև Հայաստանից, իդեպ Հայաստանից թույլ չեն տվել, որ մեքենաները գնան, որովհետև ասել են այնտեղից հետ են ուղարկելու։ Բայց այդ ինչ եղանակ է ստեղծել։ Դու միակ եղանակը, որ կարող է ստեղծել, այդ կարկուտն ու հեղեղն է, աշխարհաքաղաքական կարկուտը ու հեղեղը, որը թափվում է հետո հայ ժողովրդի գլխին, քեզ բան չի լինում դրանից։ Դա ժողովրդի գլխին է թափվում։ Այդ է քո ստեղծած եղանակը։ Բայց գիտեք այս ամեն ինչը ինչի հետևանք է, ինչի արդյունք է։ Մի քանի ավել լայքի։ Ուղղակի մի քանի ավել լայքի համար ինքը ստեղծում է մի իրավիճակ, որ այսօր դրված է հարցը Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ-ից դուրս գալու չգալու։ Ինչի համար, որ եվրոպացի մի քանի պաշտոնյայի հետ գրկախառնված, պաչիկներով, չգիտեմ, ժպիտներով եւ այլն, սրտիկներով նկարներ ունենա, մի քանի ավել լայք հավաքի։ Այսինքն գինը վճարում է ժողովուրդը, գյուղացին է վճարում, ինքը արդյունքում ստանում է լայքեր։ Ինքը լայքերի դիմաց պատրաստ է ծախել մի ամբողջ ժողովրդի։ Լայքերի դիմաց, պատկերացնում եք, ընդամենը։ Իդեպ այսօր ճանապարհին նաև տեսա, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, գազի գինը Հայաստանի համար նույնը այլևս չի լինելու։ Բայց սա մեզ ինչ է առաջարկում։ Ասում է դուք բոլորդ սպասեք, ես մի հատ կողմնորոշվեմ, ես ԵԱՏՄ եմ ուզում, հետո կստացվի Եվրամիությանը կանդամակցենք, չենք անդամակցի, մենք մի հատ որոշումը կկայացնենք, էլի, բայց դուք այդպես սպասեք, էլի։ Այդ սպասելու գինը ով է վճարելու։ Հայ ժողովուրդը, մենք ենք վճարելու, ժողովուրդ ջան, մենք, ուրիշ ոչ մեկ։ Ինքը դրա գինը չի վճարելու։ Ինքը պատասխանատվություն չի կրելու դրա համար։ Ես այս ամեն ինչը նկարագրում եմ ոչ թե այսպես գուժելու համար, ձեր տրամադրությունը գցելու համար, ես նկարագրում եմ, մենք նկարագրում ենք այն պատկերը, որը որ լինելու է, եթե այս չարիքը երրորդ անգամ անընդմեջ նորից վերընտրվի։ Բայց ես նաև վստահ եմ մեր ժողովրդի լայնախոհության վրա, իմաստնության վրա, խոհեմության վրա եւ ես գիտեմ, որ մեր ժողովուրդը երրորդ անգամ անընդմեջ երկրի ղեկավար չի սիրում հանդուրժել։ Ուրեմն հունիսի 7-ին համար 17-ին